Սեպտեմբերի 27-ին Սևան քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության պետ գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը եւ ազատազրկման վայրերի հոգեվոր պատասխանատու տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Նրանց ուղեկցում էին քրեակատարողական վարչության եւ հիմնարկի աշխատակիցներ, պատերի հոգեվոր սպասավորներ։ Հիմնարկի սրբոց նահատակած եկեղեցու առջև Հայր Սուրբը հակիրճ ներկայացրեց աղոթատան կառուցման պատմությունը, ազատազրկման վայրերում հոգեվոր սպասավորության ընդհանուր բնութագիրը, ապա ներկաները միասին մասնակցեցին ժամերգությանը։ Ամենակալ Տեր, ներիր իմ մեղքերը։ Ամեն բան դողում է քո զորության սարսափից։ Այնուհետև եկեղեցուն կից գործող գրադարանում տեղի ունեցավ սպասված միջոցառումը՝ Հայր Ռուբենի կազմած աղոթագիրք ճանապարհազատության գրքի շնորհանդեսը։ Աստծո խոսքը բերելն է։ Աղոթքը թթվածինն է հոգուց շնչառության, ջերմությունը սրտից սառնության, խաղաղությունը մտքիդ տագնապի, արտասուքը զղջումիդ, կոչնակը վերադարձիդ։ Այսպիսի խորհրդածություններով է Հայր Սուրբը դատապարտյալներին հրավիրում աղոթական կյանքի։ Աղոթագիրք ճանապարհ ազատության։ Մենք խորապես հավատում ենք, որ ազատության ճանապարհը սկսում է հոգուց։ Մենք ազատ ենք այնքան, որքանով որ զգում ենք Աստծուց մեր կախվածությունը։ Եվ ազատ չենք այնքան, որքան որ կախված ենք մեր կողմից կուրք հռչակած նյութական շատ իրականություններից։ Աղոթագիրքը այնպես է կազմված, որ յուրաքանչյուր ոք կարող է տեսնել իրեն իր մարդկային արժանապատվությամբ եւ իր մարդկային արժանապատվությունը իր իսկ մեղքերով ոտնահարված։ Բայց աղոթագիրքը նաեւ ճանապարհ է, ուղղորդում է հասկանալու համար, թե մենք ուր ենք գնում։ Շնորհակալ եմ այս գրքի համար։ Գուցե սա մի ուղղություն տա կոնկրետ ինձ, որպեսզի ես չշեղվեմ էլ այդ ճանապարհից, ինչպես ցանկանում եմ բոլորին։ Աղոթագիրքը նախատեսված է միայն ազատազրկման վայրերում օգտագործման համար, տպագրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը։ Աղոթագիրքը կազմված է երկուշաբթի օրվանից մինչև կիրակի առավոտյան եւ երեկոյան աղոթքներից, յուրաքանչյուր հատված ներառում է սաղմոս, քարոզ, աղոթք, շարական եւ հատված Սուրբ գրքից։ Ավետարանը 14 հատվածների մեջ բաշխված է այնպես, որ յուրաքանչյուր ոք ընթերցելով Քրիստոսի կյանքի եւ գործունեության վերաբերյալ որոշակի պատկերացում ունենա։ Ազատազրկման դատապարտվածներն այս աղոթագրքի միջոցով կարող են աղոթել անհատապես, խմբով կամ հոգեվորականի գլխավորությամբ։ Գրքում կան նաև աղոթքներ նվիրված հիվանդներին, հանգուցյալներին, ծնողներին, երեխաներին։ Սրբոց նահատակած եկեղեցին կառուցվել է 2015 թվականին։ Օծման օրից այստեղ ծառայում է Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը։ Դատապարտյալների հետ հանդիպման օրն ամեն ուրբաթ է, զրուցելուց, հոգսերն ու մտորումները կիսելուց հետո քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները ժամը 3-ին ընդհանրական աղոթքի են մասնակցում։ Սկսած գրքի կազմից մինչև վերջին տողը ամեն ինչը դարձի ուղղությունն է ցույց տալիս, թե ինչպես է քրիստոնյան դարձի գալիս։ Անառակ որդու պատկերն է գրքի վրա նկարված։ Մենք բոլորս էլ անառակ որդիներ ենք։ Եվ վերադառնում ենք աղոթքով, այդ գրքի պարունակությամբ, աղոթքով, մեր գործերով վերադառնում ենք Աստծուն։ Թե լինի դատապարտյալ, թե քրեակատարողական ծառայող, պարբերաբար այցելում է եկեղեցի, պարբերաբար մասնակցում ենք քահանայի կողմից անցկացվող պատարագներին։ Ինչ վերաբերում է քահանայի հետ զրույցները, ասեմ, բավականին դրական են ազդում նույնիսկ դատապարտյալների շրջանում վերջիններիս հետ սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար։ Աղոթագրքի շնորհանդեսից հետո Արթուր Գոյունյանը շրջեց նաև տարածքում, ծանոթացավ հիմնարկի պայմաններին։ Մերի Հովսեփյան, Վրամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։